Շնորհակալություն։ Պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդների գործակալներին են վերաբերյալ փաստերը արդեն շրջանառվում են մամուլում, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հայտնի ձայնագրությունը, Ծառուկյանի ազնվի պատժելը, Սամվել Կարապետյանի ԵՊՍԲ-ի աշխատակից լինելը եւ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի Դաշնության ազնագիր ունենալը թաքցնելը։ Արդյոք իրավապահները զբաղվում են եւ ինչ է սա ենթադրում նաեւ քաղաքական առումով։ Իմիջայլոց շնորհակալ եմ, դուք հիշեցրիք Ռոբերտ Քոչարյանի ձայնագրության մասին, էլ եմ ասում։ Ես երաշխավորում եմ, որ դա իրական օրիգինալ ձայնագրություն է։ Երաշխավորում եմ։ Ընդ որում դա հեռախոսային խոսակցություն չի, ակնհայտորեն դա ձայնային հաղորդագրություն է, որ միջնորդի միջոցով ուղարկված ձայնային հաղորդագրություն։ Իրականությանը 100%-ով համապատասխանում է։ Երաշխավորում եմ։ Դա անձամբ Ռոբերտ Քոչարյանն է այդ ձայնային հաղորդագրությունը հեռախոսի վրա թողել, ուղարկել միջնորդի միջոցով։ Եվ ինձ համար զարմանալի է, որ մինչև հիմա քաղաքացիական հասարակությունը, հետաքննող լրագրողները եւ այլն ընդհանրապես ոչ մեկ չի պատվիրել փորձակնություն։ Այդ կես բառացին դե դա արհեստական ինտելեկտի ստեղծած է, հա, լավ, երևի արհեստական, մոռացան բոլորը։ Մարդը ասում է, որ ինքը Հայաստանում քաղաքական գործունեությունը ծավալում այլ երկրի կուրացիայով։ Ինքսա քաղաքական եւ այլ քաղաքական հետևանք առաջին հերթին, որովհետև ես վստահ չեմ, որտեղ իրավական գնահատականի հարց կա, որովհետև եւ մենք երբ որ ասում ենք գործակալ, մենք պետք է հասկանանք, որ կա մի քանի շերտ, կա ազդեցության գործակալ, որ այդ երկրի շահերի լոբինգն է անում, մեր օրենսդրությունը վստահ չեմ, թե նման բան նախատեսում է, բայց առնվազն քաղաքական գնահատականի դա արժանի է։ Երկրորդը էս էլ կա, որ ինքնին որևէ օտարերկրահատուկ ծառայության աշխատակից լինելը վստահ չեմ, չգիտեմ ինչքանով է քրեական հետապնդման ենթակա, այդ իրավաբանները կգնահատեն, իրավաբանները կգնահատեն եւ գնահատական կտան։ Կեղծ տեղեկություններ տալը քաղաքացիության վերաբերյալ, ես ինչքան գիտեմ, նախատեսված է եւ եթե չեմ սխալվում, հաղորդակցություն է եղել, որ քրեական գործ է հարուցված, քրեական գործով կպարզվի, կապացուցվի, չի ապացուցվի։ Այդքանը